բնության թեման մարդու քաղաքացու ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունենում։ Իմ փոքրիկ բարեկամ, ինչ գիտես բնության և պահպանության մասին։ Ներկայումս ողջ աշխարհը ուշադրություն է դարձնում բնության պահպանությանը։ Մեր երկրում արգելված է մի շարք բույսերի և կենդանիների հազվագյուտ տեսակների հավաքելը և որսը։ Ոչնչացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդանիների պահպանման նպատակով ամբողջ աշխարհով ստեղծվել են կարմիր գրքեր։ Ինչու է գիրքը կոչվում կարմիր։ Կարմիր է կոչվում, որովհետև կարմիրը վտանգի ազդանշան է։ Այն մարդկանց նախազգուշացնում է, որ կարմիր գրքում գրանցված բույսերը և կենդանիները վտանգի մեջ են։ Օգնենք նրանց։ Կարմիր գրքի մի հատորը պատմում է կենդանիների, մյուսը բույսերի մասին։ Մենք պետք է ճանաչենք և պահպանենք կարմիր գրքում գրանցված կենդանիները և բույսերը։ Այս առիթով ստեղծվել են արգելանոցներ, ազգային պարկեր։ Որսը խիստ սահմանափակ է։ Կան կենդանիներ, որոնք անհետացման եզրին են։ Օրինակ՝ հայկական հիժը, կովկասյան օձը, սպիտակապոչ արծիվը, բեզուարյան այծը, անդրկովկասյան գորշ արջը, թշան կարապը։ Կա նաև կարմիր գիրք բույսերի տեսակների մասին, որոնց պետք է ուշով պահպանել։ Նրանք նույնպես ոչնչացման եզրին են։ Մենք պետք է միշտ հիշենք, որ բնությունը մեր օգնության կարիքն ունի։ Կան նաև բնապահպանական նշաններ, որոնք պետք է օրինակ ծառայեն մարդկանց։ Չենք կոտրում ծառերի կամ թփերի ճյուղերը, չենք որսում թիթեռներ, չենք պոկում ծաղիկներ, չենք որսում կենդանիներ, անտառում խարույկ չենք վառում, տնկում ենք ծաղիկներ և ծառեր, պատրաստում ենք թռչունների բներ։